ծով աչքերի պատճառով հեռուստասերիալում Արամն ու Ռեբեկան ի վերջո անցնում են վերջին սահմանագիծը։ Նրանք բաժանվում են լուռ, ցավոտ ու անդառնալի։ Այնպիսի բաժանում, որ բառերը դառնում են անզոր։ Արամն այլևս ոչինչ չի կարող փոխել։ Ռեբեկայի վճռականությունը, նրա հպարտ ու կոտրված հայացքը փակել են բոլոր հնարավոր ուղիները։ Նա չընտրեց երջանկությունը, այլ ընտրեց խաղաղությունը ու հավերժ հավատարիմ մնալ Վահեին։ Արամը Ռեբեկային է վերադարձնում Վահեի տան բանալին եւ հեռանում այդ տանից։ Քիչ անց նա հանդիպում է Գորի հետ, պատմում իր որոշման մասին, որ պատրաստվում է վերադառնալ Ամերիկա, իսկ մինչև թռիչքի օրը որոշում է մնալ Արմանի տանը, որպես ժամանակավոր հանգրվան։ Իսկ Գորը, ով տեսել է Արամի պայքարի անկեղծությունը, որոշում է, որ Ռեբեկայի այս քայլը չի կարող մնալ առանց հետևանքների։ Նա գնում է Ռեբեկայի մոտ ու ասում ճշմարտությունը, որ Արամը մեկնում է, գնում է ընդմիշտ, որ Ռեբեկան դա գիտակցի ու եթե ցանկանում է կանգնեցնել Արամին, ապա հնարավորինս շուտ անի դա։ Մինչ այդ Արմանը փորձում է հոգեբանորեն պատրաստել Էլլային իրենց մոտալուտ բաժանմանը։ Բայց ինչպես ասել սիրած մարդուն, որ պատրաստվում ես թողնել նրան, ինչպես խոսել բաց վերքերի մասին, առանց դրանք նորից բացելու։ Նա ասում է, որ իր ներկայությունը Էլլայի կյանքում վտանգ է պարունակում, որ կրկին կարող է ինչ-որ բան պատահել։ Էլլան լսելով այս ամենը, սեղմում է ատամներն ու պատասխանում, որ ինքն ամեն ինչի պատրաստ է, միայն թե լինի Արմանի կողքին, Արմանն էլ իր կողքին։ Էլլան ասում է, որ Արմանն իրեն ուժ է տալիս, իսկ եթե իրենք բաժանվեն, ապա ինքը այլևս չի ունենա կյանքի որևէ նպատակ, նույնիսկ ապաքինվելու ու ոտքի կանգնելու։ Հարգելի հետևորդներ, արդյոք Ռեբեկան կկանգնեցնի Արամին ու թույլ չի տա, որպեսզի նա մեկնի Ամերիկա։ Գրեք մեկնաբանություն։ Բարի օր։ Այսօր օրը սկսում ենք էլի պապիկի տնից ու երևի մինչև ուշ էստեղ ենք լինելու։ Չէ, ճիշտ հասկանանք։ Էլի շփվում ես դու։ Այո, նա պետքա տեղը հանեմ, այն օրերի որ չկայի։ Օ, ինչ գեղեցիկ ես։ Oh, thank you, thank you. Սիրում եմ քեզ։ Այսինքն հենց նոր դու Հենց նոր ես քեզ էի փորձում։ Իսկ դու քեզ ում տեղն ես դրել։ Ինչ է նշանակում փորձում էի։ Չեմ կարող։ Աղաց ուժը խմի։ Վայ, ճիշտ անում։ Ճիշտ անում։ Գրացի։ Ասենք հիմա ես ինչ ասեմ այս մարդուն։ Թափտուն ամենը։ Ամենաշատը մեր սերիալի մեջ գիտեք ես ինչն եմ սիրում։ Որ օրինակ, եթե ես նկարահանման պետք է լինեմ ժամը 10-ին, ես տանից դուրս եմ գալիս 9:55 ու չեմ ուշանում։ Որովհետև նկարահանման բոլոր հրապարակները, գրեթե բոլոր, բացի Վահեի տան location-ից, բոլորը գտնվում են մեր տանը շատ մոտ։ Ու 5 րոպեում ես կարող եմ հասնել յուրաքանչյուր location։ Я выиграла эту жизнь. Շնորհակալություն այսքանը։ Давай. Լավ գործընկերուհի ունեմ, չեք կարա պատկերացնեք։ Կարանք մի անգամ մենք էլ քո ստորի մեջ հայտնվենք։ Իհարկե Արսեն ջան։ Բարև բոլորին։ Դուք հասկանում եք ձեզ հենց նորով բարևեց։ Նոնաս update եղավ շատ արագ։ Տեքստը դարձավ փոխար։ Այս մեկի մեջ էլ կարանք հայտնվենք։ Այս մեկի մեջ էլ Շազում անոն քեզ, բայց դա սորի սպանվիլի։ Այս հարցը շատ եք գրել, պատասխանեմ։ Ոչ, ես ապրում եմ Երևանում սեպտեմբեր ամսից սկսած, ու ինչ է ստացվել, որ փաստորեն միաժամանակ աշխատում եմ երկու քաղաքում՝ եւ Վանաձորում եւ Երևանում։ Ես քանի որ թատրոնից դուրս չեմ եկել, աշխատանքից դուրս չեմ եկել, ամսվա մեջ մի քանի անգամ գնում եմ Վանաձոր, փորձ եմ անում, հաջորդ օրը խաղում ու գումարած դրան իմ հարազատներն են այնտեղ ապրում, այդ պատճառով չեմ կարող կապս
կորցնել քաղաքի հետ։ Առաջին ամիսներին ավելի շատ էի գնում, ամսվա մեջ 8-9 անգամ գնում էի, ինչքան ազատ օրեր լինում, բայց հիմա մի քիչ խղճալով ինձ սահմանափակել եմ օրերի քանակը գնալու։ Մի խոսքով այդպես։ Եթե նայեք այս անկողնուն, կհասկանաք, որ չեն ավարտվել, որովհետև ես հիմա Սարայի սենյակում նստած եմ։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ նկարահանվում եմ, բայց մի փոքր ուղղում անեմ։ Մեզ մոտ կարծում եմ չկա գլխավոր կամ երկրորդական կերպար, որովհետև զուգահեռ ներկայացվում է 3 քույրիկների ճակատագրերը։ 3-ն էլ ընթանում են հավասար։ Դրա համար այստեղ դուր գալ, չգալ արտահայտությունը կարծում եմ ավելորդ է։ Ու հետո դերի չափը կապ չունի, նորմալ չի, որ դերասանը ուրախանա միայն այն փաստից, որ ինքը գլխավոր է, որովհետև օրինակ կարող ես գնալ թատրոն ներկայացում նայել, բայց քեզ մոտ տպավորվի այն մի մարդը, ով մի նախադասություն էր ասել, ու ուղղակի այնքան հետաքրքիր էր եղել, որ միայն իրեն ես հիշում, օրինակ։ Դրա համար եկեք չնայենք առաջնային կամ երկրորդականին։ Փոփոխությունն անձնականում նկատի ունեք։ Եթե այո, ապա այսպես պատասխանեմ։ Ես կնկարահանվեմ այն ժամանակ, երբ կերպարն ու նախագիծն ինձ դուր գա, բայց եթե տվյալ մարդը իմ առաջ պիտի արգելքներ դնի, ավելի ճիշտ ասի, որ ես չեմ կարող ընդհանրապես նկարահանվել, ես էլ նրան կասեմ հաջողություն։ Ինչ որ վերապահումներ կարող է լինեն, միգուցե ես չեմ կարող ապագայի հետ կապված հստակ բաներ ասել, բայց որ դու քո սիրած աշխատանքով չզբաղվես միայն նրա համար, որ քո կողքի մարդը չի ուզում, կներեք, դա նորմալ չէ, դա աբսուրդ է, դա ահավոր է։ Ինչու է նա եկել ու ուզում քեզ փոխել։ Ես միգուցե շատ խորացա ձեր հարցի մեջ, բայց գիտեմ, որ անձնական նկատի ունեիք։ Եթե ինչ-որ ստանդարտներ ունի, որոնց դու չես համապատասխանում, մոլորակում այնքան մարդ կա, այնքան տեսակի, թող նրանց մեջից գտնի, բայց դուք չփոխվեք, ձեր երազանքները մի կողմ չդնեք, այս խորհուրդս էլ ձեզ չհարմարվեք նման պայմաններին։ Նայեք, Հրնայակյան ինչ անում։ Էմա, այդ ինչ ես անում։ Այդ ինչ ես անում, քեզ սպասում են ռեքտան։ Կարտոշկա եմ Դու ինչ ես։ Ինչ ես անում, չես տենում։ Դու մեծ դուրշը կծրա գնա։ Իդու։ Ապրես։ Չէ, իհարկե ես հասկանում եմ, որ տեքստերը չեմ սովորել, բայց կարծում եք սկոչով ձեռքերս կապելը տեքստեր չսովորելու համար նորմալ է։ Հա, ինչ։ Վերջերս մի քանի անգամ հարցրել եմ այս մատանին ինչ է նշանակում։ Դե սերիալը դիտողները գիտեն, որ Գորնե Սարայի մատին դրել